Ուղիղ մեկ տարի առաջ 2015 թվականի հունիսի 7-ին Ալավերդիում թիմ ընտրություններ էին։ Քվեարկության արդյունքում Ալավերդու քաղաքապետ ընտրվեց Կարեն Փարեմուզյանը։ Քաղաքապետը թեև պաշտոնավարման անցավ սեպտեմբերի 18-ին, սակայն քաղաքում առկա խնդիրներն ու իրադարձությունները ընտրություններից շատ առաջ էլ նրա ուշադրության կենտրոնում էին։ Աշխատանքի նույն ոճն ու կանոնակարգը շարունակվում է նաև այսօր։ Աշխատանքային օրվա սկզբում, մինչ աշխատավայր հասնելը, քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը նախ այցելում է քաղաքի որևէ թաղամաս, տեղում ծանոթանում խնդիրներին։ Քաղաքապետի հերթական այցը դեպետ թաղամաս է։ Այստեղ կոյուղագծերի հետ կապված խնդիրներ կան։ Կարեն Փարեմուզյանը նաև թաղամասի մաքրության հետ կապված թերություններ է նկատում եւ անմիջապես դրանք վերացնելու հանձնարարականներ տալիս համապատասխան մասնագետներին։ Արված աշխատանքները շատ են, հետագա անելիքները նույնպես։ Մասնավորապես կոմունալ ծառայությունում աշխատուժի պակաս կա։ Այդ պատճառով ամեն օր ծառայության աշխատակիցները քաղաքապետի հանձնարարականով ստիպված են աշխատել քաղաքի տարբեր հատվածներում, իրականացնելով Ալավերդու բարեկարգման ու մաքրման լայնածավալ գործը, առանց որի քաղաքը բոլորովին այլ տեսք կունենար։ Ալավերդում թիմ ընտրություններից մեկ տարի, իսկ Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի պաշտոնավարումից արդեն 8 ամիս անց քաղաքում բարեկարգման ու մաքրման հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել, առաջին հերթին ուշադրություն դարձնելով աղբահանությանը։ Քաղաքից տեղափոխվել են տարիներ շարունակ կուտակված խոտանված մեքենաների ջարդոններ, տարբեր թաղամասերից շուրջ 80 մեքենայի ջարդոն եւ 200 բեռնատար շինարարական աղբ է տեղափոխվել։ Իհարկե այդ աշխատանքները շարունակական են, մեծ ուշադրություն ենք դարձնում քաղաքի մաքրմանը, որովհետեւ մեր հետագա 5 տարվա ռազմավարության մեջ շատ մեծ դեր ենք տալի туриզմի զարգացմանը ու իհարկե բոլորս հասկանում ենք, որ туриզմի համար անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, աշխատող ենթակառուցվածքներ, որոնք որ գրեթե մեզ մոտ բացակայում են ու առաջինը այն ինչ որ պետք է զբոսաշրջիկը տեսնի, դա քաղաքի մաքրությունն է։ Դեպետ թաղամասում կատարված շրջայցից հետո քաղաքապետը շտապում է աշխատավայր Ալավերդու քաղաքապետարան։ Հերթական աշխատանքային խորհրդակցությունը սկսելուց առաջ Կարեն Փարեմուզյանը աշխատակազմի ղեկավարի հետ քննարկում է աշխատանքային կարգապահական հարցեր, այնուհետև անցնում ընդլայնված կազմով խորհրդակցության, որտեղ էլ քննարկվում են բոլոր ոլորտներին վերաբերվող հարցեր։ 2016 թվականը ֆինանսական առումով բարդ տարի է, քաղաքը բնապահպանական սուբվենցիաներ չի ստացել։ Գիտեք, որ 16 թվականի բյուջեն սակավա, բնապահպանական գումարներ չկա, պղնձի անկման պատճառներով լուծարվեց Մանես հիմնադրամը, իհարկե ես ուզեի շնորհակալություն հայտնեմ այն 10 տարիների համար, որ հիմնադրամը գործել է, դա քաղաքի բնակիչների համար զգալի օգնություն էր ու գործարանի ղեկավարությունը պատրաստ է վերականգնի այդ ծրագրերը, իհարկե մենք բոլորս պետք է հասկանանք, որ գործարանը խնդիր ունի այսօր աշխատելու կապված պղնձի գների հետ ու հույսով եմ, որ մոտ ժամանակներում արդեն պղնձի գները կկարգավորվի ու այն ծրագրերը, որոնք որ դադարեցվել են, շարունակական կլինեն։ Վերջին 8 ամիսների ընթացքում Ալավերդիում մի շարք կարևոր աշխատանքներ են իրականացվել, մեկնարկել են շինարարական լայնածավալ ծրագրեր, որոնք Կարեն Փարեմուզյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Աշխատանքային հաջող գործունեությունը պատահական չի լինում։ Այն ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանք է պահանջում, ասում է քաղաքապետը։ Աշխատանքային կարգապահությունը նրա համար առաջնային է։ Կարեն Փարեմուզյանը կարևորում է նաև երիտասարդ ու բանիմաց մասնագետների համախմբումը հանուն քաղաքի զարգացման գործի։ Հենց այդ նպատակով էլ Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմը վերջերս համալրվել է երիտասարդ մասնագետներով։ Այսպես կոչված երիտասարդացման աշխատանքները շարունակելու ենք, մինչև հասնենք աշխատանքային այն արդյունքին, իմ պատկերացումով կոլեկտիվ աշխատակազմը պետք է լինի շատ օպերատիվ արձագանքով, խնդիրներ բարձրացնող ու խնդիրներին լուծում տրվող ուրեմն աշխատակազմ պետք է ունենանք։ Աշխատանքի մեջ ներդրվել են նաև նոր ուղղություններ։ Ալավերդու քաղաքապետարանը արդեն ունի туриզմի եւ ծրագրերի ոլորտներում աշխատող նոր մասնագետներ, որոնց աշխատանքի արդյունքն արդեն տեսանելի է։ Ալավերդու քաղաքապետարանը շարունակում է համագործակցությունը տեղական եւ միջազգային տարբեր կառույցների հետ։ Աշխատանքներ են տարվում համայնքում туриզմի զարգացումը խթանելու ուղղությամբ։ Նոր աշխատատեղեր բացելու ուղղությամբ նույնպես
ծրագրեր են իրականացվում, ասում է քաղաքապետը։ Խոսել ենք մի քանի ամիս առաջ կարի արտադրության, կարի արտադրամասի վերականգնման այդ ծրագրի մասին, այն ինչ որ նախատեսել ենք շատ մեծ զարգատալու, մեր աշխատատեղեր են ստեղծվելու, զարգատալի քաղաքի նորից զարգացման, մեր ժողովրդի բարեկեցության առումով։ Մենք խոսել ենք գործարանի, այսինքն նախկին կարի ֆաբրիկայի սեփականատիրոջ հետ, որը որ համաձայնվել է անվարձահատույց շենքը տրամադրի համայնքին 10 տարով, այսինքն մենք այդ նախապայմանն ենք արդեն կատարել ներդրողի առաջ ու սպասում ենք ներդրողի այցին, որպեսզի հասկանանք ինչ ժամկետներում այդ ամեն ինչը պետք է կազմավորվի։ Անց ենք կացրել մոնիտորինգ, հավաքագրել ենք մոտ 500 աշխատող, հիմնականում կանայք են իհարկե, ու շատ հետևողական ենք այդ ծրագրին ու անպայման պետք է կյանքի կոչենք։ Անելիքները շատ են գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես շինարարական ծրագրերի առումով 2016 թվականը լինելու է առանձնահատուկ տարի։ Սպասվում են տանիքների վերանորոգման ճանապարհաշինական կարևոր աշխատանքներ։ Ալավերդին բոլորիս տունն է, նրա մասին հոգալը յուրաքանչյուրից գործ է, իսկ կարևոր այդ գործը պետք է անել ամեն օր հոգատարությամբ, ջանասիրությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով, ասում է Ալավերդու քաղաքապետը։ Մերի Կոլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։